Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 13 նոյեմբերի օրը 5-շաբթի, բարի երեկո։ Հայաստանի Հանրապետության կառավարության հրատապ ծրագրերի շրջանակներում Գավառ քաղաքում բազմաբնակարան 2 շենքերի տանիքներ են հիմնանորոգվում։ Այս տարի գարնանը ուժեղ քամիներն ամբողջությամբ վնասել էին, առանց այն էլ քայքայված ու վնասված տանիքները։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են Գավառ քաղաքի կավելագործների թիվ 6 և Ազատության 2-րդ փողոց 4-րդ փակուղի թիվ 2 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները։ Շահագործումից ի վեր տանիքները նորոգման չեն ենթարկվել։ Տարիների ընթացքում քամիներից վնասված ու անձրևներից քայքայված ծածկը արդեն որպես այդպիսին չէր ծառայում։ Իսկ այս տարվա գարնանը ուժեղ քամիների հետևանքով շենքերի տանիքները ամբողջությամբ վնասվեցին։ Վնասը նկատելի էր հատկապես վերջին հարկերում։ Անձրևների ժամանակ ջուրն արդեն լցվում էր բնակարաններ։ Ապրիլի 18-ին քամին կշին տորերը, մեր տները մեր ռեմոնտը փջացե, վետրոները շորուկ, լագանները շորուկ, շոդված վիճակ էր։ Հիմնանորոգման աշխատանքներով ոգևորված բնակիչները արդեն անհամբեր սպասում են աշխատանքների ավարտին։ 2 շենքերում էլ արդեն կատարվել են ապամոնտաժում, տեղադրվել է խարամիջ շերտ, կառուցվել փայտյա կարկազ։ Այս փայտի գործից պրսնենք կմախքից։ Դրանից հետո կանցնենք այս փեշի ժեշտերին։ Արցունքատարին, դրանից հետո ռեշոտկե կռուգում։ Ու հիմնական ժեշտ է դրանից հետո։ Նախատեսվում է նաև պրոֆիլավոր ցինկապատ թիթեղների և ջրահեռացման խողովակների տեղադրում, ինչպես նաև փայտյա կոնստրուկցիաների մշակում, հականեխիչ և հրակայուն լուծումներով։ Մենք շատ շնորհակալ ենք, մեր ձայնը լսեցին, եկան արդեն սարքում են, աշխատում են։ Յուրաքանչյուր շենքի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 21 միլիոն 900 հազար դրամ։ Շինարարների տեղեկացմամբ աշխատանքները կավարտվեն մինչև նոյեմբերի կես։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Ամենապարզ գործողությունների միջոցով խնայել մեծ ռեսուրսներ և նվազեցնել թափոնները։ Շրջանաձև տնտեսության այս և այլ սկզբունքներ են ուսումնասիրել Գավառի երիտասարդները Բլեջան հասարակական կազմակերպության շրջանաձև տնտեսության երիտասարդ դեսպաններ ծրագրի շրջանակում։ Բլեջան բնապահպանական սոցիալական բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունը Գավառ և Սևան համայնքների 16-ից 35 տարեկան երիտասարդների ներգրավմամբ իրականացրել է շրջանաձև տնտեսության երիտասարդ դեսպաններ ծրագիրը։ Այն ուղղված է եղել Հայաստանում շրջանաձև տնտեսության գաղափարների տարածմանը, նվազեցնել մեկանգամյա կամ արագ սպառվող ապրանքների օգտագործումը, խուսափել ավելորդ գնումներից, նախընտրել վերամշակելի կամ այնպիսի ապրանքներ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերանորոգել, վերաձևավորել, վերաօգտագործել։ Այս մասին են հիմնականում իրենց հասակակիցների հետ խոսում ծրագրով ընտրված շրջանաձև տնտեսության 13 երիտասարդ դեսպանները։ Մենք միշտ մեր հանդիպումների ժամանակ ասում ենք, մենք հիշում ենք շատ վաղուց, մոտ 20-30 տարի առաջ, ես վստահ եմ նաև մեր պապերը, մի ընտանիքում երեխաները ապրել են մեծ եղբոր, մեծ քրոջ շորերով։ Նախ նրա համար, որ այդ հագուստները ավելի որակյալ էին ու ավելի ուշ էին մաշվում, եւ երկրորդը սոցիալական պայմանները ընտանիքներում շատ ավելի վատ էր։ Իրենք այն ժամանակ շրջանաձև տնտեսության մասին չէին էլ մտածում, բայց իրենք իրենց գործունեությամբ նպաստում էին եւ բնությանը, եւ ընտանիքի կարիքների ավելի հեշտ բարելավմանը, որովհետեւ քիչ գումար էր ծախսվում ու ավելի շատ էին օգտագործում այդ նյութերը։ Շրջանաձև տնտեսության գաղափարներն ու սկզբունքները տարածելու, դրանք ցանկացած բիզնեսի հիմքում դնելու անհրաժեշտության մասին իրազեկման տարբեր ձևաչափեր են ընտրվել՝ կրթական ճամբարներ, դասընթացներ, շրջանաձև քվեստ եւ շրջանաձև բանավեճ։ Բանավեճում հաղթած երիտասարդները նույնիսկ սեղանի խաղ են ստեղծել։ Ծրագրի մասնակից երիտասարդները իրականացրել են նաև գործնական համայնքային նախաձեռնություններ տարածելու համար վերամշակման, էկոնորարարությունների և զրո թափոն մոտեցման սկզբունքները։ Շրջանաձև տնտեսությամբ աշխատող բիզնեսները համարվում են անթափոն բիզնեսներ կամ հնարավորինս թափոնի կյանքը երկարացնող բիզնեսներ, այսինքն շրջանաձև տնտեսությամբ աշխատող բիզնեսներն հնարավորություն են տալիս օրինակ կողքի բիզնեսին օգտագործել իր թափոնը կամ հենց ինքը դառնա այլ բիզնեսի թափոնը օգտագործող տնտեսություն։ Ռեսուրսներ խնայող և շրջակա միջավայրին քիչ վնաս հասցնող մոտեցումներ կիրառելի են մեր գործունեության բոլոր ոլորտներում, վստահեցնում են ծրագիրն իրականացնողները։
Օրինակ հնարավոր է դպրոցները կիրառեն շրջանաձև տնտեսություն, շատ թուղթ են օգտագործում օրինակ դպրոցները։ Իրենք կարող են այդ թուղթը մանրացնել կամ հավաքել, վաճառել, այլ ուրիշ տնտեսության համար այն կհամարվի հումք։ Ու իրենք կարող են, իրենք էլ հնարավորություն ունեն, կարող են իրենք դա վերամշակել եւ ունենալ դրանից օրինակ հետաքրքիր սիրուն բացիկներ։ Տարբեր դպրոցներ նախագծային աշխատանքներ իրականացնում, կարող են իրենց նախագծային աշխատանքներում օգտագործել վերամշակված թուղթը, կարող են տարբեր իրեր պատրաստել, այսինքն շրջանաձև տնտեսությամբ զբաղվողները հնարավորություն են տալիս բնությունն ավելի քիչ աղտոտելու։ Շրջանաձև տնտեսության երիտասարդ դեսպաններ ծրագրով հիմնական թիրախ հանդիսացող Գավառ եւ Սևան համայնքներում 5 ծրագիր է աջակցություն ստացել։ Գավառի 2 եւ Սևանի 3 ծրագրերն էլ վերաբերում են թափոնների վերամշակմանն ու հետագայում կարող են հաջող բիզնեսներ դառնալ։ Այնպիսի ծրագրեր են ընտրվել, որոնք եւ նորարար են, եւ ստեղծարար են, եւ կրթական բաղադրիչ ունեն իրենց մեջ, այսինքն հնարավորություն են տալու հետո այդ մոդելը ինչ որ այլտեղ նաեւ ներդնելու։ Մեկ մոդելը Լճաշեն համայնքում է, որը յուղ որսիչ է, երբ որ օրինակ լվացման միջոցով այդ յուղերը որպեսի չգնան ու ի վերջո չախտոտեն Սևանա լիճը, այդ գործիքը, այդ յուղ որսիչը ինքը այդ յուղը հավաքում է, ու հետո իրենք այդ յուղը հանձնում են այլ կազմակերպության, ովքեր օրինակ բիովառելիք են ստանում։ Այսինքն այդ շրջանաձևությունը ապահովում են։ Այդտեղ էլի կրթական բաղադրիչ կա, որ կարող են սովորեցնել մյուս տնտեսություններին, որոնք հենց այդ վարկագծով հնարավոր է նաև կանաչ տնտեսության պիտակ ստանան։ Երկրորդ տնտեսությունը Սևանում երիտասարդ աղջիկների խումբ է, ովքեր հին հագուստը վերանորոգում են։ Գավառում ունենք օրինակ, չրանոց ենք ստեղծելու դպրոցում, որը հետո նաև կարող է բիզնեսի վերածվել։ Ունենք դպրոցում թղթի վերամշակման սարքավորում խնդրած ծրագիր, որ սարքավորումը պիտի տանք, իրենք որոշել են այդ սարքավորումը մանրացնեն թուղթը, հետո վերամշակեն ու իրենց բոլոր միջոցառումների ժամանակ ես արդեն նշեցի, իրենք օգտագործեն։ Մեկն էլ տալիս ենք Ծովեմ կրթական կենտրոնին, ովքեր պլաստիկի վերամշակման սարքավորումներ են խնդրել, այսինքն պլաստիկը իրենք տեղում վերածում են այլ իրերի։ Տարբեր լսարան եւ տարբեր ձևաչափ ունեցող ծրագիրն ամփոփվում է ինտելեկտուալ խաղով։ Գլխավոր թեման բնապահպանությունն է։ Իրենց գիտելիքներով մրցում են Գավառի եւ Սևանի կրթական հաստատությունների սովորողները։ Սա եւս մեկ միջոց է երիտասարդներին փոխանցելու նոր գիտելիքներ եւ ձևավորելու բնության բարեկամ վարքագիծ։ Ինտելեկտուալ խաղի լավագույն խմբերը պարգևատրվում են նվերներով եւ հավաստագրերով, իսկ շրջանաձև տնտեսության 13 երիտասարդ դեսպանները շնորհակալագրերով։ Փորձելու ենք երիտասարդների հետ աշխատանքում ու նաև իրենց օգնությամբ, իրենց միջոցով ձևավորել պատասխանատու վարքագիծ բնությունը սիրելու, հարգելու ու ներդաշնակ ապրելու բնության հետ։ Շրջանաձև տնտեսության երիտասարդ դեսպաններ ծրագիրը Բլեջան բնապահպանական սոցիալական բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունն իրականացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող Circle Up ծրագրի շրջանակում Impact Hub ցանցի, Impact Hub Երևանի ու շրջակա միջավայր եւ առողջություն հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Գավառ հեռուստաընկերության գեղամահոր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։